Սերբիայի փորձաքննության եզրակացությունը էլի նույն հարցերն են, պատասխան առաջին հարցի ներկայացված ֆայլերի եւ հասանելի մետատվյալների քննության հիման վրա հնարավոր է հիմնավորված պնդումանը, որ տեսագրություններում ցուցադրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Մետատվյալները ցույց են տալիս, որ ֆայլերը ներկայացված տեսքով կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում, սա հենց այն մասին է, ինչի մասին խոսում ենք։ Տվյալները ցույց են տալիս, թե իբր դա Apple-ով է նկարած, հա, Apple հեռախոսներով է նկարած։ Քանի որ տեսագրությունները իրական չեն, այսինքն չեն նկարահանվել տեսախցիկով, առկա է հիմնավոր պնդում, որ դրանք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են համակարգչային ծրագրային ապահովմամբ, ներառյալ հնարավոր է նաև արհեստական բանականության կիրառմամբ աշխատող ծրագրերով։ Հաջորդ հարցին պատասխան. առկա են բավարար տվյալներ պնդելու համար, որ տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված մասնագիտացված ծրագրի կիրառմամբ, չնայած Core Media Audio-Video մետատվյալները ցույց են տալիս Apple iOS-ի միջավայրում կոդավորում, արտահանում, դա ինքնին չի ապացուցում բովանդակության ստեղծման իրական մեթոդը, այսինքն տեսախցիկային նկարահանում, մշակում, վերակառուցում կամ գեներացում։ Հետևաբար, առկա է բավարար հիմք եզրակացնելու, որ նյութը ստեղծվել կամ փոխվել են մասնագիտացված ծրագրով, ներառյալ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներով։ Հաջորդ հարցին մետատվյալները ցույց են տալիս, որ քննության ենթարկված MP4 ֆայլերը կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում, ինչը կարող է համապատասխանել ֆայլերի արտահանման կամ վերակոդավորման պահին։ Տեսաձայնային սինխրոնիզացիայի նախնական վերլուծության ընթացքում ձայնային էներգիայի եւ կադրային շարժման 25 կադրվարկյան հարաբերակցությամբ հայտնաբերվել են մոտավորապես -0.20 վայրկյան, այսինքն 200 միլիվայրկյան, այսինքն շուրջ 5 կադր շեղումներ, որտեղ ձայնային ազդանշանը նախորդում է պատկերին։ Սա թույլ է տալիս հիմնավորված պնդում անել, որ ձայնային բովանդակությունը փոփոխվել է, թեպետ հնարավոր պատճառները կարող են ներառել նաև արտահանում, վերակոդավորում, ծրագրային մշակում կամ դեկոդերի ուշացում։ Տվյալների համակցված վերլուծությունը բավարար հիմք է տալիս պնդելու, որ ձայնագրությունները նախկինում ենթարկվել են մշակման, վերաձայնագրման կամ փոփոխության։ Հաջորդ հարցը, արդյոք ձայնային միջավայրի պայմանները կամ տեսաձայնագրության միջոցները չեն փոփոխվել։ Հաշվի առնելով, որ այս հարցը կապված է նախորդ երրորդ հարցի պատասխանից, որն արդեն նշեցի, եւ կարող է այլ լինել նախորդ եզրակացության տարբեր լինելու դեպքում, ներկայիս հարցի պատասխանը ամբողջությամբ համընկնում է նախորդ հարցի պատասխանին։ Արդյոք տեսագրությունները պարունակում են տեսա եւ կամ ձայնային մոնտաժի հետքեր։ Ամբողջ ֆայլը հանդիսանում է վերակոդավորման արդյունք։ Կոնտեյների կառուցվածքով այնտեղ իրավաբան FFmpeg, որը չի համապատասխանում տեսախցիկով ստեղծված բնօրինակ ֆայլերի կառուցվածքին։ Քողարկված շերտի, այսինքն կադրի արհեստական աղոտացում եւ աղմուկ։ Այսինքն քողարկված շերտի կիրառումը եւս դասակարգվել է որպես դիտավորյալ խմբագրում բովանդակության ստեղծման հետքերը թաքցնելու նպատակով։ Հաջորդ հարցը. տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի եւ սահմանափակ լուսաչափի են, ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։ Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված եւ ցածր լուսաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։ Արդյոք տեսագրությունները վկայում են նախապես կառուցված ստուդիայի կամ դեկորացիայի միջավայրում նկարահանման մասին։ Պատասխան. տեսագրությունների տեխնիկական բնութագրերը, ելի չափերն են տված, օբյեկտիվորեն նվազեցնում են ճշգրիտ երկրաչափական վերլուծություն իրականացնելու հնարավորությունը, մասշտաբ, հեռանկարային հարաբերություն, հողմային չափեր, խորքային հարաբերություններ, հատկապես այն դեպքում, երբ կադրերում բացակայում են հայտնի չափերով հուսալի հողմային օբյեկտներ։ Բացի այդ, մետատվյալները ցույց են տալիս արտահանում վերակոդավորում, ինչը կարող է ազդել տեսողական եւ տարածական ցուցիչների վրա։ Այսինքն սրություն, աղավաղումներ, արհեստական հետքեր։ Սրանք են հիմնական պատասխանները, որոնք ստացվել են նշված 3 միջազգային փորձաքննությունների արդյունքներում։